Սիրելի թբիրներ, ցեզ դվին այսօր 4 կարևոր պաշտոններ եւ հատուկ ձևով նաեւ աղոթները մենք պարզ օրվա խոսակցական լեզվով մենք կատարեցինք։ Ցեզի դրված պաշտոններուն մեջ առաջինը թռնաբանության պաշտոնն է, ինչ կնշանակե դառնալ եկեղեցու թռնաբանը։ Այսինքն եկեղեցու մուտքին լալ կամ եկեղեցու մեջ լալ նաև եւ հավատքով, աղոթքով, սիրով ընդունել հավատացյալները, ինչպես այստեղ ներկա հավատացյալները, որոնք փիրագի օրեր կամ որևէ ժամանակ եկեղեցի գուկան։ Ձեր բարի աղոթքով, ձեր նաև մաքուր սրտով եւ հոգով դուք պիտի ընդունիք հավատացյալները, որպես իրենց դեղերը կրավեն եւ հետևին սուրբ պատարագին եւ կամ որևէ այլ արարողություն, որ կգադարվի եկեղեցվո մեջ։ Երկրորդ պաշտոնը, որ ցեզի դրվեցավ, գոչվի ընթերցողության պաշտոնը։ Ընթերցել կնշանակե գարտալ։ Եվ վստահ եմ, որ դեր այլ առաջնորդությամբ ցեզի պիտի դրվին դարվո ընթացքին բարդականություններ գարտալու համար սուրբ քնքեն առավելապար նաև նոր գդագարանեն առաքելական թուղթեր, որպեսզի մեր ժողովրդի միտքը լուսավորվի Աստծո խոսքով, Քրիստոսի կյանքի օրինակով։ Ուրեմն ինչքան կարևոր պաշտոն է ադիգա, որ դուք պետք է կատարեք սիրով, հավատքով եւ նաև զգալով ձեր մեջ, որ դուք ունիք ցեզի դրված պատասխանատվություն ծառայելու համար եկեղեցու կյանքի մեջ։ Երրորդ պաշտոնը, որ ցեզ դրվեցավ, չափազանց կարևոր է։ Մեր աղոթներու մեջ ցեզ կդրվի բարդականություն, ցեր ձեռքը տնելու հիվանդներու վրա եւ աղոթք կատարելու։ Գիտեք ինչքան մեծ պատասխանատվություն է աղոթք կատարել հիվանդի համար, աղոթք կկատարեն շատ բաներու համար, աշխարհի խաղաղության համար, մարդկանց քարոզության համար, բայց մասնավոր կերպով ցեզի դրված նաև որպես կարևոր պաշտոն բժշկության նաև կարգը կատարելու հիվանդներու վրա, որոնք ուքան խոստովանանք կատարելու, նաև մգրդություն ստանալու եւ կամ զանազան այլ պաշտոններ։ Եվ Աստված կլսե ձեր ձայնը, եւ ձեր ձեռքը կտնեք հիվանդի վրա, եւ սրտանց հոգով նաև հարուստ հավատքով նաև ներշնչված աղոթք կկատարեք հիվանդներու համար։ Վերջապես չորրորդ պաշտոնը ցեզի որ դրվեցավ լուսարանի պաշտոնն է, որ դուք այսօր պաշտոնաբես թվության պաշտոնը առնելով, աստիճանը վերցնելով, Խորանի մոմերը վարել, եկեղեցու գանթերները կարողանաք վարել եւ զգաք, որ այդ պաշտոնի հետ միասին եկեղեցու մեջ այլ բարդականություններ եւս պետք է սիրով, ինքնապուխ, առանց մասնավոր կերպով գանչված լալու քար եւ վերհոր մեր սիրելի քահանայերու շուրջը գտնվելով հարցում դա ինչպես կրնանք օգտակար դառնալ եկեղեցու, ինչպես արդեն կդադարեք Սուրբ Խորանի վրա ծառայություն կրելով։ Այսօր մենք կշնորհավորենք ձեզ, սիրելի թվիրներ, անձնապես կշնորհավորենք նաև Արժանաբադի վերջնորդ ավակ քահանա Դելիջանը, հովիվը Սուրբ Պետրոս Հայաստանի ծառայական եկեղեցու, օգնական հովիվը Արժանաբադի դեր Գևորգ քահանա Ապյանը, կշնորհավորենք նաև մեր հյուր քահանա հայրը դեր Սերոպե Ալանջան, որում որդին եւս այստեղ իմ աչին կանգնած թվիր սերնատրվեց, կշնորհավորենք Խորանի սարգսակները, երջախումբի անդամներ եւ ձեզ բոլորը սիրելի բարեբաշխավատացյալներ, որովհետեւ Սուրբ Պետրոս Հայաստանի եկեղեցու Սուրբ Խորանը առավել լուսավորվեց այսօր 7 բադանիներու թվրության աստիճանի դրճությամբ։